տարիներ առաջ ինչքան եմ այստեղ եկել, էս Վեդյաբեի շենքն է, որ գործի համար օգնեն ինձ տեղավորվեմ գործի։ Բարի ժողովուրդ ջան, ես էլի ճանապարհներից եմ նկարում, գործի եմ գնում։ Ջերմաստիճանը նենց իջել է, 3-13 աստիճան էր, այսօր արդեն 7 աստիճան։ Առանց շարֆի դուրս էի գալիս, փոշմանեցի։ Այս տրանշեմից հետ դառա նորից շարֆ վերցրի։ Հիմա տրամվայն եկավ, գնամ տեղ ճարեմ, որ նստեմ։ Ասեցի բազեմ, որ նստելու տեղ գտնեմ, չէ տրամվայի մեջ։ Էնքան մարդ կար սպասող։ Գնացի մի տեղ գտա, նստեցի։ Հետո խմբով բարձրացան տարիքով, երև ամենակիչի 75 ու ավել տարեկան կանայք ու տղամարդիկ էին։ Են մի կինը մոտ, ես թարս էի նստած, են մի կինը առաջ եկավ, դե մեջքով էի նստած, չէի տեսնում, բայց ամեն դեպքում մի հոգի առաջ եկավ, տեսա։ Բնականաբար տեղ զիջեցի։ 15 րոպե ոտքի վրա եմ եկել, ես ոչ թե դժգոհում եմ, այլ ընդհակառակը, որ չուզենայի, չէի զիջի տեղս, ուղղակի ուզում եմ ասեմ, որ մեզ մինչև նեղություն չտանք, ուրիշներին լավություն չենք կարա անենք, հետպես է։ Այնտեղ ջահել երեխեք էլ կային նստած, հիմա չգիտեմ, իրանք այդքան մտածեցին, տեղերը զիջեցին, թե տարիքով մարդիկ ասեցին, վեր կացեք մենք նստենք։ Ամեն դեպքում հիմա իջել եմ ժողովուրդ ջան, ինձ ամբողջ օրը որ ոտքի վրա կանգնած եմ լինում, այդքան էլ հեշտ չի էլի ոտքի վրա կանգնել, բայց ամեն դեպքում հիմա այսպես է, գնամ մի քիչ կնստեմ, մի 10-15 րոպե գործից առաջ կնստեմ, կամ եթե կասայում աշխատեմ, գոնե այնտեղ կնստեմ։ Այդպես սիրելիներս, գնանք տեսենք ինչ այսօր սպասվում։ Առավոտ հասցրել եմ, հացել եմ սարքել, նոր դուրս եկել, կանաչ հնդկաձավարի եփեցի, բայց առաջին անգամ է ես օգտագործում կանաչ հնդկաձավար, մի քիչ չգիտեմ, ոնց որ մի ձևի այսպես համ լավ չեպվեր, համ էլ ոնց որ խուստ դառնար։ Չգիտեմ, այդ ուրիշ ձև է եպում, թե այն մյուսի համեմատ, թե չգիտեմ, ամեն դեպքում այդքան դուրս չեկավ, բայց այդ կանաչը ավելի լավ է, էլի առողջության համար։ Ավելուկ, հայկական ավելուկ տապակեցի ու ինչ արեցի, էլի բան, հա, աղացած մսով սոուս եմ պատրաստել, ասեցի Աշոտը հնդկաձավարի այդ կուտի ու աղցան ունեի, երեկվա կանաչ աղցանից ունեի, չհասցրի նկարեմ, ասեցի հիմա ասեմ կարող է ինչ-որ մեկին, ինչ-որ բան մոտիվացիա տամ էլի սարքելու, ինչ եփել այսօր, հարցերի հարցը։ Երեկոյան գենտնա, հրաշք տեսարան այստեղից, այսօր ուրիշ ճանապարհով եմ գնում, դրա համար հնարավորություն ունեմ ես նկարելու, հրաշք։ Այս կողմը բա, ինչքան սիրուն է։ Այստեղ էլ է սիրուն։ Այստեղ էլ տոնածառ են դրել։ Իսպանացի տուրիստներ են։ Այս կողմում էլ ուրիշ խումբ։ Լույսերով տոնածառը։ Գործը վերջացրի եկա, այս վերջի պահերին էր, ամուսիններ էին, սայլակով երեխի հետ, շարժա սանդուղքով ուզում են սայլակով երեխին իջացնեն ներքև։ Լավ էր այդ պահին ես ասում էի, ասում եմ վերելակ ունենք, վտանգավոր է, զարմացա, ուղղակի զարմացա այդ մարդու լոգիկայի վրա, թե տղամարդու, թե կնոջ, այ քեզ բան։ Պատկերացնում եք շարժա սանդուղքով երեխի սայլակը ուզում են իջացնել։
Այստեղ մի խանութ ա եղել, Գենդում, որ աստիճաններից մարդ անգել մահացել, չգիտեմ, երեխա ա եղել, թե մեծահասակ ա եղել, ընկել մահացել ա, այդ խանութը փակել են։ Ըստ երևույթին հենց այդ պատճառով էլ փակել են։ Այսինքն անվտանգությունը լավ չի եղել, էլի, դրա համար էլ ընկել են։ Հիմա տրամվայից եմ սպասում գա, այսօր մի քիչ ուրիշ երթուղով եմ գնում, Աշոտը գալու է ինձ դիմավորի հանդիպելու ենք միտեղ, այնտեղից իրար հետ գնանք։ Իսկ թե ինչի ինքը այստեղ չի գալիս, ես չեմ ուզում որ գա, որովհետև այստեղ մի քիչ բան ա, էլի, երթևեկությունը չեմ ուզում, որ ինքը գա այս կենտի երթևեկության մեջ մեքենավարի։ Այս տնածառսիրներ, չէ՞։ Բարի ժողովուրդ ջան։ Հազար բարի ժողովուրդ ջան։ Ոնց եք, լավ եք, ժողովուրդ ջան։ Մենք լավ ենք, Աշոտ դու լավ ես։ Ես էլ եմ լավ։ Ես էլ եմ լավ, գնում ենք Ատամնաբուժարան, հայկական։ Ատամնաբուժի մոտ գնալը միշտ էլ մի քիչ հաճելի չի, բայց գնանք նայենք ինչ եք անում, ատամները սարքելու գործ ունեմ։ Այնպես որ ուզեմ չուզեմ պետքա գնամ։ Անպամած եղանակը ժողովուրդ ջան, բայց 10 աստիճան ա։ Միցեւի ոնց որ նես տպավորություն ա, որ ձյուն ա գալու, բայց դե իհարկե ձյուն չի գա։ Անձրև կգա։ Աշխատել եմ նախորդ 3 օրերին, իմ բլոգներից տեսնում եք, որ գործ եմ լինում, չէ։ Շատ բան չեմ հասցնում նկարեմ։ Այս մի օր ազատ եմ, այս մի օրներ արդեն ուրիշ գործերով ենք գնում։ Այդպես չի լինում էլի, որ մարդ ամբողջությամբ տունը մնա ու իր համար հանգիստ խոհանոցում եփի թափի սարքի էլի։ Մեկը ես որ ազատ եմ լինում, ես չեմ կարող ուղակի գնամ իմ համար նստեմ կամ պարկեմ, պետքա չես իջում, պետքա բան անեմ, խոհանոցում, սիրում եմ խոհանոցում լինեմ։ Ինչ որ բան սարքեմ, չգիտեմ։ Ամեն դեպքում այսօր գնանք այս Ատամնաբուժարանի գործերով, վաղը շաբաթ աշխատեմ, Կիրակի օրը հուսանք, որ ազատ հանգիստ կլինեմ, ինչ որ նոր բան չի առաջանա։ Երեք խանութում էլ ահագին շատ մարդ կար, էլի նվերներ բան են առնում։ Տեսնենք Ատամնաբուժարանում ինչ ենք անում այսօր, հեչ կարող է, Աշոտ կարող է ետ դառնալուց մտենք հայկական խանութ, թե այսօր չէ։ Չգիտեմ, այսօր չէ։ Այսօր չէ, երևի չէ։ Լավաշը մեր լա հերիք կաներ ահագի։ Դե երևի այսօր չենք մտնի, ես էլ հավես չունեմ։ Նա, եթե չէ, առանձին կգնանք դրա համար։ Լավաշը ունեինք, պայման լավաշ պետք է ունենանք էլի, ու հայկական Հայաստանից ստացած, Հայաստանից որ բերում են, այդ լավաշը շատ ավելի լավն է։ Այստեղի Սևանի լավաշ։ Սևանինն է, չէ՞։ Այստեղի լավաշ բերողի համար ինձանից քանի անգամ հարցրել եք, տարբեր մարդիկ են հարցրել ու ես գրել եմ, չգիտեմ, նայել եք, չեք նայել հեռախոսի համարը։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա այստեղ էլ շատ մեքենա կա, հիմա նայենք հլը ավտոբանի վրա ոնց կլինի։ Այս Թելեյզը մեզանից շատ հեռու չի, մեծ սուպերմարկետ է,
Բայց մենք չենք գալիս այդտեղ, հարմար չի լինում ի ձևի։ Դուրս ենք գալիս, Lidl-ը կպած է, մտնում ենք Lidl, ժամանակ խնայելու համար, ուրիշ սուպերմարկետներ այդպես չենք գնում։ Ահագի շատ մեքենա կա։ Են մեքենաներ խծանում ստացել, եկե փագեր են։ Տերևները լրիվ թափվել են արդեն։ Ընդհանուր 50 կիլոմետրեր չէ ոնց որ մինչև 50 կիլոմետր մեր դռնից մինչև այստեղ Մեխելենում ենք Գորջան։ Շատ հայաշատ քաղաք է, հայաշատ։ Հաստատել են չէ շատ հայերը։ Բելգիայում հայերը ինչքան են։ Եսի, ասում են 50-60 հազար կա։ Հա։ Links afslaan. Մեխելեն։ Պարկինգի տեղ գտնենք։ Ժանից 10 րոպե ունիսել է։ 10 րոպե կա, բայց պետք է սպասենք էլ ոնց որ։ Այստեղ արկելված չի։ Այս երկարավուն լոլիկներից վերցնեմ այսօր ավելի կարմիր են, քան այս տեսակը։ Նայեմ տոպրակ որտեղ կա։ Մանդարինները 249։ Տեսնենք չէ մանդարինը շուտ, երկու տեսակ։ Լավն է։ Հա, սա այս ոնց որ ավելի լավն է։ Հետ նայենք այստեղ ինչ կա։ Ելակը 255 Այս մուշա բրամնա կոչվում, հա, չգիտեինք էլ անունը 249 10 կա մեջը այստեղ մալինան նայեք քանի հատ է մեջը 1.59 դրագոն այստեղ ինչը խնձորբան պետք չի հա սրանից վերցնեմ ես մի քիչ ոնց որ խորտու բորտ լինի, բայց այս ավելի լավն է, քան այն մեկը։ Իսկ որ գույների տարբերությունը զգացվի, էլի։ Այս ինչ էլ ցուրտ է այստեղ։ Water կերս էս ոնց որ մեր կոտեմի նման լինի, կոտեմ ոնց որ այստեղից վարունք վերցնեմ, հեսա նայեմ որն է ավելի լավ, այս բարակները երևի լոբի թող կարմիր թող, այստեղ անանուկ պետք չի, կանաչներից պետք չի, այս սպանակ կվերցնեմ սպանակներից կվերցնեմ, սրանք համով են խանութում չկարողացա շատ նկարեմ, վերցրին կարակ-կարակ ինչ որ ուզում էինք ու դուրս եկան։ Այսինքն հարմար չի լինում մի ձեռքով նկարեմ, մի ձեռքով էլ 3 հատ ձեռք պետք լինում կարծի ասած։ Սպանախ եմ վերցրել, անցյալ անգամ որ առլինք շատ լավն էր, էլի վերցրել եմ։ Հիմա ուզում եմ հենց մի հատ պատրաստեմ, բայց ես ամբողջը ձվով չեմ անում։ Ուրեմն ասեմ, որ ջրի մեջ չեմ խաշում, ես չեմ խաշում։ Ձվանալուց հետո ձեթի մեջ տապակում եմ, թողնում եմ այդպես եփվում է, աղուսեր պղպեղ եմ լցնում, իսկ վրայից վերցնում եմ այդպես, որովհետև ոչ բոլորս ենք ձվով ուտում, ու հետո մնացածի վրա նոր ձու եմ կոտրում։ Այս սիսերներից էի ուզում, ահագի ժամանակ վերջացել էր, չունենք, սրանք շատ եփած խաշած արագ պետք է լինում,
չկար տունում։ Այս ծիծակը, չգիտեմ ինչքան, միջին կծվության գրած է։ Այն մեկ լինում կլեպ այնքան հաստոտ է, հեչ լավը չի լինում, տեսնենք ես ոնց կլինի։ Թզի չիր եմ վերցրել։ Այս արևածաղի կաշուտը սիրում է զբաղվի, չնայած որ իրացնում է այդ։ Այստեղ էլի կարալուկ է վերցրել աշուտը։ Էլի սիսեր։ Վարունգներից այս տեսակը ընտրեցի, այս մանրերից։ Սուպերմարկետի վարունգները ընդհանրապես չի ուտվում։ Կարմիր պղպեղան վերցրել, մանդարինից վերցրենք։ Հագին խոշոր մանդարին է։ Կարալուկի կիլոն 249-ներ, վարունգի կիլոն 4.99, սպանախը 1.79-ներ մի կապը, մանդարինի կիլոն 2.49-ներ։ Այն երկարավուն լոլիկներից վերցրի, սրա կիլոն 1.75-էր։ Ես իմ սրա գույնը ավելի լավը թված, այն մեկը այն բաց գույնը որ կար, մեջը կիսում ենք դեղինն է, լավը չի։ Վարունգի թթու 8000, այս խանութից այսքան առևտուրն արեցինք, 51 եվրո ենք վճարել, տեղենի խանութ էլ կար կողքը, այդտեղից մի սեղան էլ ենք վերցրել, դավարիլի արդեն վերցրել, դժվժի կարելի է պատրաստել կամ էլ չգիտեմ, մի ձև կարելի է պատրաստել։ Ես այստեղ ինչեր։ Այս հավի կրսկամիս եմ վերցրել, շատ մեծ կտորներ են իդեպ։ Ես բաց վերցրել եմ, բայց շատ մեծ են, շատ ծանր են։ Այստեղ տավարի միս ենք վերցրել, կտրել տվել վերցրել ենք մի անգամից։ Այս միսը կիլոն արժեր 12 կամ 13 եվրո։ Այս մեկն էլ հավի թևիկներ եմ վերցրել։ Թեմոյից բան էի պատվիրել, կես եկել է։ Այս մեկը, եթե չեմ սխալվում, են արհեստական ծաղիկներն են։ Դեկորացիաները նոր տարվա։ Այստեղից տոպակից արդեն դուրս է եկել կոչը։ Դրանք է։ Հացանցիկ էի պատվիրել։ Սպիտակ ծաղկամանի համար։ Ինչ էլ կարճ են պոչերը, այս թղթերն էի պատվիրել, որ նշումներ անելու համար, վերևը, թե որ կոնտեյների մեջ ինչ եմ դրել ամսաթիվը։ Ու կպցնեմ, մի րոպե լնայեմ, կպչում է տակից, ու կպցնեմ ամանների վրա, ամսաթվով բանով կարամ գրեմ, հարմար է։ Թեմույց էի սրանք պատվիրել, հետնել բազմոցի համար շոր եմ պատվիրել, հետ չկա, են առանձին է գալու։ Տեղավորեցի, կարճ են էլի, մի քիչ պետք է նենց եմ այլ, որ մեջը չընկնի։ Սիրուն է, չէ։ Այս կանաչը արդեն կգնա երևի այստեղ եղնիկի մոտ, այսպես։ Եթե այս տեսանյութը չեք նայել, կդնեմ այս վլոգի տակ, անպայման նայեք, տոնական սեղանի համար կարող եք այս աղցանից պատրաստել, համ շատ շքեղ տեսք ունի, համ էլ շատ համեղ է։